Շարունակվում է առավոտ լուսոնսիելի հեռուստադիտողներ, առավոտյան խոսում էինք կինոաշխարհից եւ շատ այսպես մեղմ անցում կատարեցինք դեպի երաժշտության ասպարեզ եւ հիմա էլ մեր հյուրի հետ ենք շարունակելու խոսել երաժշտական նորությունների մասին, որոնք արդեն տեղի են ունեցել եւ դեռ դրանցից մեկը սպասվում է։ Խոսքը համերգի մասին է, բայց նախ ներկայացնենք թեման։ Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ 2025 թվականին մայիսի 10-ից 31-ը կազմակերպվելու է արդեն տեղի է ունեցել նաև Ամերիկահայ անվանի դաշնակահարի համերգ շրջագայությունը եւ հիմա մանրամասները կիմանանք հենց նրանից։ Այո, մեր հյուրն արդեն տաղավարում է, ներկայացնենք նրան դաշնակահար Շահան Արծրունի։ Բարի լույս, պարոն Արծրունի։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ, ուրախ եմ ներկա ալլալով հոստեզի հետ խոսելով։ Մենք եւս շատ ուրախ ենք։ Ինչպե՞ս եք սկսում առավոտները սովորաբար։ Տեսեք, ուրեմն ես սկսա մայիսի 8-ին այս շրջակայության ասեն եւ մոտ 12 քաղաքներ այցելեցի թե Վրաստանի եւ թե Հայաստանի մեջ եւ վաղը վերջինը որ գլա ապարանի մեջ եւ իմ նպատակս է այս շրջակայություններու ընթացքին մարզերու երիտասարդությունը ներկայացնելու սպիրկահայ նվագողներու երաժշտներու աշխատության քանի որ սպիրկահայ երաժշտները որոնք Հայաստան գայցել են ընդհանրապես իրենց համերգները կներկայացնեն Երևանի մեջ թերևս Գյումրիի մեջ եւ ադիգա արդեն բավարարե գմեգնեն։ Սակայն մենք խոշոր համայնք ունենք։ Հայաստանցիներ կան, որոնք կփնագին մարզերու մեջ։ Եվ անոնք երբեք առիթը չեն ունենալ լսելու թե աշխարհի մեջ ինչեր կանցնին եւ գթարման։ Իմ նպատակս ուրեմն ես երկար ադենը որ Հայաստան ուկամ 75 թվականից սկսյալ սակայն այս քաղաքը հղացա 2017-ին եւ որոշեցի գրեթե ամեն տարի այցելել Հայաստան եւ շրջակայել զանազան մարզերու մեջ։ Բարեբախտաբար հայ օգնության ֆոնդը դրամատիր եղավ այս ցերնակները գազམ་ակերպելու։ Ի վերջո ես անձնապես ծանոթ չեմ այդ գազམ་ակերպություններուն, երաժշտական դպրոցներուն, ուսումնարաններուն եւ նույնիսկ կոնսերվատորիա։ Ես օրինակ չէի գիտեր, որ Գյումրիի մեջ գա Երևանի Կոմիդասի անվան երաժշտոնի մեկ մասնաճյուղը։ Նորություն էր ադիկա ինձ համար։ Այնպես որ ես այս անգամ հոֆի համար նույնիսկ շնորհակեցի Երևանի մեջ։ Բարեգործականի, հայկական բարեգործական ընդհանուր միության համար Երևանի մեջ նվագեցի։ Ատկե դուրս միշտ նվագեցի հոֆի համար զանազան մարզերու մեջ։ Շատ հետաքրքրական է նվագելը, որովհետև իրենց մոդեցումը երաժշտության հանդեպ խոշոր չափով կդարբերի։ Մեր մոդեցումը արևմտյան մոդեցում են, նույնիսկ երևանյան մոդեցում են։ Ինչու։ Ես այնպես կխորիմ, որ այդ տղակը իրենց ուսուցիչները սովետական խորհրդի շրջանի մոդեցումով կսորվեցնեն իրենց ուսանողներուն աշակերտներուն։ Ադիգա չնշանակեր, որ սովետական խորհրդի շրջանին մոդեցումը սխալ էր կամ ճիշտ էր։ Տարբեր էր, պարզապես տարբեր էր։ Սակայն անցումը որևէ ջույղի մեջ պետք է գիտնա, տեսնա թե ինչ տարբերակներ կան։ Նույն հարցի նկատմամբ։ Մեկը աչեն գտիդե, մեկը մեջտեղ են գտիդե, մեկը ցախ են գտիդե։ Ուրեմն այդ շրջանին միայն մեկ կողմ է գտիդվեր։ Իմ փափակս այն է, որ իրենց ցույց տամ դարբեր դեսանգյուններ
Եվ այդ ուսուցիչները ծանոթ չեն այդ նոր ծևերուն։ Ուրեմն երբ կերտամ այդ վարժարանները, երաշտական դպրոցները, գտեսնեմ, որ բոլորն ալ նույն ուղղությամբ կմոտենան երաշտական գործիմը։ Դարբեր տեսանկյուն չկա, հարգավ կա։ Ես ալ բոլոր տեսանկյուններում դերյակ չեմ։ Ինձի համար ալ հետաքրքրական է տեսնել, թե ինչ ոճով կմոտենան գործին։ Այսինքն երկուստեք փոխանակումն է պետք է ասեմ։ Ես իրենց գաղափարներուն կծանոթանամ, անոնք իմ գաղափարներուս կծանոթանան։ Ոչ միայն աշակերտությունը, այլ ուսուցչական գազմնալ կծանոթանա իմ տեսանկյուններս։ Օրինակ ես դերևս այսիկա անձնական մոտեցում մնե։ Ես կսիրեմ աշակերտներու մակարդակին իջնել եւ խոսիլ ոճովը, որ բոլորովին հասկանալի ըլլա այդ աշակերտին, ունենան այդ բացատրասից փորձառությունը, գիտնան թե ինչի մասին կխոսեմ։ Եթե բարձր աստիճաններով վրա խոսեմ, Չոչուխը չպիտի հասկանա բարձրապես, եւ պիտի նեղվի, եւ պիտի ասեմ, որ ասկորդը մնա դեղս։ Եթե իրեն բացատրեմ այդ հարցը շատ ավելի հասկանալի ոճով, իրեն հասկանալի ոճով, շատ ավելի գտյուրանա հարցը։ Այնպես որ իմ մոտեցումս ի վերջո նոթա է, եթե մի է մի պիտի նվագե։ Եթե դո է դո պիտի նվագե։ Սակայն այդ դոն ինչ է պիտի նվագե։ Օրինակ համար ես կնախնդրեմ փոխանակ ճաշնամբունին վրա ցույց տալու թե դոն ինչ ուշքնությամբ պիտի նվագե, ադիգա ես իրցե պազուգին վրա ցույց կտամ։ Ադիգա կսկայինքը։ Այդ ճաշնամբունին վրա նվագելով մամը չսկար։ Եթե պազուգին վրա նվագեմ, բոլորովին դարբեր բան։ Այս տեսակ տարբերություններ կան։ Իմ մոտեցումից եւ իրենց ուսուցիչներու մոտեցումի միջեւ։ Հիմա մեր հեռուստադիտողները գուցե մտածեն, դա ինչպես եք հասցնում անել համերգների ընթացքում, նշենք, որ համերգներից բացի նաեւ վարպետաց դասեր է տեղի ունենում, մեկ օր համերգ, մեկ օր վարպետաց դաս։ Նախ վարպետաց դաս, հետո համերգ, որովհետեւ ես գուզեմ, որ այդ դրակը լավակույն կարողություն ունեցող դրակը կամ փորձառություն ասենք, կարողությունը սխալ բառ է, փորձառություն ունեցող դրակը գարանան մասնակցություն բերել նաև ինձի հետ միասին։ Ադիգա ցևով քաչալերություն գուտա դրոց, որ Շահան Արզունի հետ միասին նույն փեմին վրա նվագած են։ Ուրեմն այդ վարպետության դասերու ընթացքին ասենք 10-12 աշակերտներ ես կընտրեմ, որ ցուցմունքներ կնեմ իրենց կընդունին, թե ոչ, ադիգա իրենց գիտնալիք բան է։ Ես պարզապես կհաղորդեմ այն ինչ որ գիտեմ։ Եվ ադոնց մեջ են գնձեմ որոշ չափով 3 կամ 4 երաժիշտներ։ Չնշանակեր որ ադոնք ամենալ Թաշնամուր կնվագեն։ Այո, տեսնում ենք նաև պատեկրանին, ուրիշ գործիքներ նվագող երիտասարդների ևս։ Այո, նույնիսկ աղնոցները սոնեն։ Լավ, ուրեմն շվի կրնալալ, կանոն կրնալալ, սանթուր կրնալալ, չուտակ կրնալալ, վոկալ կրնալալ և թաշնամուր կրնալալ։ Ուրեմն ադոնք երաշտությունը երաշտություն է ճանը, սաշնամուրը սենաշար ունի, չուտակը լարեր ունի, մյուսը կպչես, մյուսը կերքես և այն, երաշտությունը երաշտություն է։ Ուրեմն ադոնց մե ես 3-4-ը կնդրեմ և ադոն կներկայացնեմ հանրությամբ, որովհետև ի վերջո համերգներու ընթացքին թուրսենալ ժողովուրդ կուքա և առիթը գոնա լսելու և ադիգա ծնողներու համար խոշոր հբարդության արդյունքը գլա չէ։ Ուրեմն եթե ասենք ադիգա մեկ գեշժամ դևող համերգ մնե առանց ընդմիջումի այդ ընթացքին այդ 3-4 աշակերտները մասնակցություն կբերեն և կնվագեն։ Ես գչանամ
նորություններ բերել իմ ծրագրից մեջ։ Հիմա սա միջոցից հետաքրված եմ օրինակի համար հայ գին հորինողներու գործերով։ Եվ այդ գործերը ներառված են նաև այս համերգային ծրագրում։ Այո։ Հիմա ինձ ամենակարևոր նյութը գին հորինողներն են։ Ինչու։ Ես շարք կպատրաստեմ, սկավառակներու շարքը, որու նպատակն է ներկայացնել հայ թաշնամուրային պատմությունը, որը սկսած է վերիվարով 19-րդ դարու մեջտեղները։ Եվ ես մեգենասներ կգտնեմ, որոնք գարենան այդ սկավառակները հրապարական։ Եվ այս մեկը չորրորդն է, 8 հատ է իմ նպատակս, 8 սկավառակ հրապարակ հանել է։ Չորրորդը ուրեմն ես իմ նպատակս ունեի եւ մոտեցա հայկական բարեգործական ընդհանուր միության այն ակնկալությամբ, որ իրենք պիտի ուզեն մեգենասել այս սերնարգը, այդ մեկ սկավառակը։ Եվ իրենք ասին, որ մենք սիրով կմեգենասեն այն պայմանով, որ թուն դրամատրես այդ սկավառակը միայն հայ գին հորինողներով։ Եվ ես պիտի նեի ադանք սկավառակը, սակայն չորրորդը չէր, 7-րդն էր, քանի որ քումարը գա, կարգը գայելի է շատ փյուրությամբ փոխել, չէ։ Ուրեմն սկսա հետաքրքրվել, թե ինչ գին հորինողներ կան հայ երաժշտական պատմության մեջ։ Նախ որ իմ մորաքույրս այն անձներ, որ սկսավ ինձ մով սպաղիլ երաժշտական բնակավարեններ։ Հետո բոսո մեջ գային ուրիշ գին հորինողներ, այնպես որ ես ծանոթ էի։ Երբ մեկնեցա Ամերիկա 21 տարեկանին, հոն ծանոթացա, քանի ամերիկացի, ոչ ամերիկահայ, ամերիկացի գին հորինողներու հետ, որոնք այնքան սիրեցին, ասենք չագերդյալ իմ նվագը, որ ինձի համար մասնավոր գործեր գրեցին։ Այնպես որ գին հորինողները ինձի համար նորությունը չէին։ Սակայն գուզեի բրբդել, թե քանի հատ, ինչ տեսակ հայ գին հորինողներ կան։ Եվ զարմանալով զարմացա, որ ուրիշ բարեկամ երաժշտակետներույալ օգնությամբ ես կդա 38 հատ գին հորինողներ։ 6-7 միլիոնոց ժողովրդի մեջ։ Գիտես թե ադիկա ինչ սարսափելի համատյուն է։ Ուրեմն ոչ միայն այդ տեսած է աշխարհի մեջ առաջին գին հորինողը հայմն է։ Սահակտուղտ։ Եվ սահակտուղտը քարայրի մեջ ապրած է, եւ վարակույրի մեջ բախվդած է, եւ սորվեցած է հոգեվորականներու, այր բնականաբար, հոգեվորականներու շարական երկելու ոճը, ինք, որպես կին, իրավունք չուներ այր հոգեվորականներու հետ, այր մարդ հոգեվորականներու հետ հարաբերություննալով, զիրար տեսնելով, ադոր համար էր, որ գբախվդեր։ Եվ այսօր մենք սաղտուղտ է ունին երկեր, մեղեթիներ եւ այլն, որոնք ծանոթ են մեզի։ Պարոն Արծրունի, քանի որ մեր ժամանակ ուղիղ եթերում սահմանափակ է, այս հիասքանչ բացահայտման վրա ավարտենք մեր այսօրվա զրույցը, մեր հեռուստադիտողներին հիշեցնելով, որ մայիսի 31-ին վաղը տեղի կունենա Ապարանի արվեստի դպրոցում վերջին համերգը մուտքն ազատ է, այնպես որ կարող են հետաքրքրված հեռուստադիտողները գալ եւ վայելել այդ համերգը։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Այո, եւ հուսով ենք, որ հերթական անգամ հնարավորություն կունենանք ձեզ հյուրընկալելու մեր տաղավարում հետաքրքիր զրույցները շարունակելու համար։ Շնորհակալ ենք ձեզ սիրելի հեռուստադիտողներ, հորդորում ենք մնալ առաջինի եթերում, դիտենք լուրերի հերթական թողարկումը եւ վերադառնանք։